Հուլիսի 10-ին կմեկնարկի Ոսկե ծիրան ամենամյա կինոփառատոնը, ներկայացվելու են երևանյան պրեմիերաներ, հետահայաց ցուցադրություններ եւ հարգանքի տուրք ծրագրերը։ Կինոփառատոնի ժյուրիի նախագահը լինելու է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, տեղեկացրեց Ոսկե ծիրանի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը։ Ես շատ ուրախացա, որ նա համաձայնեց, որովհետեւ ունենք մարդիկ, որոնք պետք է աշխարհը տեսնեն, իմանան, իսկ Ոսկե ծիրանը մի հարթակ է, որտեղից անունները դուրս են գալիս աշխարհ։ Եվ նրա երաժշտությունը, եւ որպես անձ, որպես քաղաքացի, որպես հայ մարդ շատ կարևոր մարդ է եւ կարծում եմ, որ այս ժյուրին շատ բավարար ժյուրի է դառնում իր գլխավորությամբ։ Ռեժիսոր Ժիլիմիր Ժիլնիկը, որի ռետրոսպեկտիվը ստեղ կկայանա Երևանում եւ որը հանդիսանում է բալկանական սև ալիքի ներկայացուցիչներից, կարգավորում ներկայացուցիչներից մեկը, ըմբոստ մի ռեժիսոր, որին ժամանակին վտարել են Հարասլավիայից, հետո նույն հաջողությամբ վտարել են Գերմանիայից, ռեժիսորը, որը իր առաջին լիամետրաժ ֆիլմը իդեպ վավերագրող ռեժիսորը ստացել է Բեռլինի մրցանակը, ֆիլմը կոչվում է «Ранние работы», այդ ժամանակվանից 69-68 թվականից ինքը իսկապես խորհրդանիշ է ըմբոստ մտքի եւ օպոզիցիայի, այսպես ասած կինո օպոզիցիայի այդ ամենի, որ կատարվում էր խորհրդային տարիների ընթացքում, ոչ միայն սովետական միությունում, այլ նաև սոցիալիստական, այսպես ասած, լագերում Հարավսլավիայում։ Ժիլիմիր Ժիլնիկը լինելու է Երևանում ամբողջ փառատոնի շրջանակներում եւ գլխավորելու է վավերագրական ժյուրի։ Ինձ թվում է շատ կարեւոր է նմանատիպ կուլտ անձնավորություններին բերել Երևան, ծանոթացնել մեր հանդիսատեսին եւ նաեւ Հայաստանը ծանոթացնել, այսինքն ինձ թվում է իրեն հետաքրքիր կլինի բացահայտել Հայաստանը եւ հայկական կինո եւ այս միջավայրը, փառատոնային միջավայրը։ Այնպես որ տեսնում եք, որ Ոսկե ծիրանը պատրաստել է շատ անակնկալներ եւ հանդիսատեսին եւ կինո հասարակությանը եւ հիմա շուտով հրապարակվելու է ծրագիրը եւ ես օրինակ չեմ պատկերացնում ինչպես կարող է մեկը որ ուզենա ամենը նայի հասնի էտնա եւ ցանկանում եմ ձեզ բոլորիդ դիտումներ եւ նորանոր հանդիպումներ լավագույն ֆիլմերի եւ լավագույն կինոյի ներկայացուցիչների Փակման ֆիլմը դա Դարդեն եղբայրների ֆիլմն է, որը Կաննի փառատոնի ուրեմն մրցանակ չստացած այն ֆիլմերից է, որի մասին շատ խոսվել է, բայց որը ցավոք այս տարվա Կաննի ժյուրիի կողմից չարժանացավ ուշադրությանը, բայց դա շատ պատկառելի, շատ հետաքրքիր գործ է։ Ցավոք ես անձամբ այս ֆիլմը դեռ չեմ տեսել, դրա համար որպես կինոքննադատ չեմ կարող կիսել իմ տեսակետը այդ ֆիլմի նկատմամբ, բայց իրար հետ կբացահայտենք այդ ֆիլմը Ոսկե ծիրանի փակման ժամանակ։ Ֆիլմերը ցուցադրվելու են երևանյան պրեմիերաները, ցուցադրվելու են ոչ միայն կինո Մոսկվայում, այլ նաև մյուս կինոթատրոններում, որն է կինոպարկը, Սինեմա Ստարը։ Այն ֆիլմերը, որոնք հիմնական ֆավորիտներն էին եւ հավակնորդներ մրցանակների, այդպես էլ մնացին ստվերում։ Դրա համար մենք որոշեցինք այն ֆիլմերը, որոնք մենք եւ մեր աշխատակիցները հավանել են Կաննի կինոփառատոնից, ներկայացնենք ձեր ուշադրությանը։